Դրանք ձմեռային արխիվային կադրեր չեն։ Սոչի Էստոսադոկ գյուղում հիմա էլ ձմեռ է։ Սկսվել է դահուկավազքի և սնոուբորդինգի ամառային սեզոնը։ Շատերը լողափի փոխարեն նախընտրում են ամառն անցկացնել Կրասնայա Պոլյանայի 2050 մետրանոց ձյունածածկ լանջերին։ Արևայրուքը դեռ կսպասի, ձյունն ու ադրենալինը ոչ։ Սա ամենամեծ սնոուբորդային այգին է, որը այստեղ եղել է վերջին 8 տարիներին։ Դահուկային բազմաթիվ նոր տարածքներ էլ կան, նույնիսկ երեխաների համար։ Եթե անգամ չգիտեն դահուկներով սահել, կարող են գալ և փորձել։ Էքստրեմալ սպորտաձևի սիրահարների համար շուրջ 30,000 քառակուսի մետր ձյունածածկ տարածք կա։ Այն բաժանված է 5 գոտու։ Առաջին գոտին սկսնակների համար է, որպեսզի ծանոթանան այս սպորտաձևին, դահուկներին։ Երկրորդ գոտին նրանց համար է, ովքեր արդեն գիտեն քշել ու հնարքներ են ուզում սովորել։ Սառցելանջերի մյուս գոտիներում պրոֆեսիոնալներն են։ Տպավորում են իրենց գլխապտույտ հնարքներով։ Մթնոլորտն իսկապես հիանալի է։ Այս տարի ռեկորդային քանակությամբ ձյուն է եկել։ Երբեք նման բան չէինք տեսել։ Ռուսաստանի ամենահայտնի լեռնադահուկային հանգստավայրը հյուրեր է ընդունում մինչև հունիսի 28-ը։ Մարիամ Ամիրջանյան, Հայլուր։